Երևանի սրտում գործում է մի կրթական հաստատություն, որի անունը տարիներ շարունակ ասոցացվում է տաղանդի բացահայտման, կրթական նորարարության և համաշխարհային կրթական չափանիշների հետ։ Դա Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրն է։ Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարտկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի։ Ճեմարանը ես միտեղ գրել եմ ես վերջերս, դա մեր անկախ Հայաստանի պատմության սպեկտրալ անալիզն է։ Ճեմարանական ամենակարևոր սկզբունքը դա ընտանեկան սկզբունքն է։ Դրա համար է ճեմարան, որը ընդունվում են, չեն ավարտում։ Իսկ ճեմարանական գաղափարախոսությունը դա, ինչ ասեմ, հայրենասիրության, նվիրվածության, երկրին, իր ժողովրդին ծառայելու, ինչու՞ չէ, լինել միշտ առաջամարտիկ։ Այսօր արդեն դեսպանների, միջազգային հյուրերի, նաև կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ միասին Շիրակացու ճեմարանը տոնում է իր հիմնադրման 40-ամյակը։ Այս 4 տասնամյակները կրթական համալիրի համար եղել են ստեղծագործական աճի, նշանակալի նվաճումների և հարյուրավոր մարդկային պատմությունների ճանապարհ։ Այդ ընթացքում կրթօջախը հարստացել է ոչ միայն բազմաթիվ հաջողություններով, այլև հարյուրավոր պատմություններով, որոնք վկայում են նրա շարունակական զարգացման մասին։ Կրթական համալիրի անցած ուղու մասին է, որտեղ ավարտվում է ասֆալտը գիրքը։ Հեղինակը լրագրող Շիրակացու ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանն է։ Մենք այստեղ տեսնում ենք այնպիսի իրողություններ, որոնց երբևէ տեղյակ չենք եղել, այն մարդիկ, որոնք հիմնադրել են այս կառույցը, լուր անձնազոհությամբ, քայլ առ քայլ, քարը քարի վրա դնելով, փոքրիկ քայլերով հասել են այսպիսի հաջողության։ Տարիներ շարունակ Շիրակացու ճեմարանը աճել և դարձել է միջազգային մակարդակի կրթահամալիր, որտեղ կրթությունը սկսվում է մանկապարտեզից և շարունակվում մինչև ավագ դպրոց, ապահովելով շարունակական և ամբողջական կրթական ուղի։ Այստեղ ամեն դասարան, ամեն ծրագիր և ամեն նախաձեռնություն կառուցված է մանկավարժական խորը գիտելիքների և ժամանակակից մեթոդաբանության վրա։ Extended essay-ը արդեն 4000 բառանոց ծավալուն էսեյ է, նրանք իրենց ընտրած առարկաներից մեկը կարող են ընտրել եւ հետազոտություն կատարել, 2 տարվա ընթացքում այդ հետազոտությունը կատարվում են եւ դպրոցը ավարտելուց արդեն ունեն իրենց հետազոտական աշխատանքը։ Նաեւ դիպլոմային ծրագիրը առավելություն է տալիս նրանով, որ երկրից դուրս համալսարաններ ընդունվելուց նրանք հնարավորություն ունեն առանց որևէ քննությունների դիմել եւ առարկաների գնահատականներով արդեն ընդունվել միանգամից։ Ճեմարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ միջազգային գիտակրթական համալիրն առաջնորդվում է հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի մշակած յուրօրինակ սոցիալ-մշակութային ծրագրով, որը ձևավորում է ստեղծագործ մտածողություն, խթանում է ինքնուրույնությունը եւ ուղղված է հենց տաղանդի զարգացմանը, ոչ թե միատիպ, այլ անհատական մոտեցմամբ։ Դա միայն կրթօջախ չի, որտեղ սովորում են, գիտելիք են ձեռք բերում։ Դա մի մեծ ընտանիք է, որը մեկը մյուսին հետ կապված ենք լինում եւ այնպիսի կապեր ենք ձեռք բերում, այնպիսի մտածելակերպ մեզ սովորեցնում են այնտեղ սովորել, ոչ թե գիտելիք կուտակել, լինել թիմի անդամ, ընտանիքի անդամ, մշակել տեսլականներ, քայլ առ քայլ գնալ դրան, երբեք չընկրկել որևէ դժվարությունների առջև։ Այսօր Շիրակացու ճեմարանն ամուր դիրքեր ունի միջազգային կրթական հարթակներում, հանդիսանալով միջազգային բակալավրիատի, Round Square-ի համաշխարհային ցանցի եւ միջազգային դպրոցների խորհրդի հպարտ անդամ։ Ներկայում ճեմարանն ունի ավելի քան 1500 սան Հայաստանից եւ արտերկրից, նաեւ 2200-ից ավելի շրջանավարտներ։ Մենք այնպիսի մի հատ ընթացք ենք տվել մեր ճեմարանին, որ մենք միշտ լինելու ենք, չենք կարող չլինել։ Մենք հայրենիքի զարգացման համընթաց առաջ ենք գնում։ Շիրակացու ճեմարան, այստեղ կրթությունը դառնում է ստեղծարարություն, կրթահամալիրը ընտանիք, իսկ ամեն երեխայի տաղանդը ապագա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։